Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է դեկտեմբերի 8-ի համար։ Օրը երկուշաբթի է և տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու այդ օրը։ Գնանք խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին դեկտեմբերի 8-ին։ Հարգելի խոյեր, այդ օր ունեք գործնական հանդիպում կամ խոսակցություն, այնտեղ նաև պետական հիմնարկություն կա, հնարավոր է այդտեղ եք գնում, որ խոսեք, հնարավոր է ուսման կենտրոն է, հնարավոր է նաև բժշկական կենտրոն է և յուրաքանչյուր պետական հիմնարկություն այնտեղ կարող խոսել, ինչ-որ բաներ քննարկել։ Օրվա վերջ արդեն ինչ-որ սկսում եք տատանվել, ծանր ու թեթև անել, միգուցե խոսքերը, այն խոսակցությունը, որ տարել եք առավոտյան, և կամ մեկ այլ բանի մասին, կարող եք դուք ինքներդ ձեզ ինչ-որ բաներ քննարկել ձեր ներսում, տատանվել, կասկածել, և հետո հույս է առաջանում ձեզ մոտ, կամ հույսով եք, կամ ոնց որ հույսով քնում եք, որ ինչ-որ մի բան կլինի, ինչ-որ մի բանը կփոխվի, այն ինչ-որ ձեզ հետ կատարվում է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին դեկտեմբերի 8-ին։ Հարգելի ցուլեր, այդ օրը որևիցե գաղտնիք կբացահայտվի ձեզ համար, ինչ-որ մի բան կիմանաք։ Նաև հանդիպում շփում ձեզ համար մտերիմ անձնավորության հետ, կհանդիպեք նաև մեկ ուրիշին և ինչ-որ հարցեր կլուծեք, կավարտեք, կվերջացնեք, և ձեր ցանկությունները կիրականանան, ձեզ երջանկություն է սպասում, այսպես երջանիկ կթռվռաք միգուցե։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք եկվորյակներին։
Ինչ է սպասվում եկվորյակներին դեկտեմբերի 8-ին։ Հարգելի եկվորյակներ, այդ օրը ոմանք ունեն սիրային ժամադրություն, ոմանք ունեն պայմանավորվածություն իրենց հարազատ մարդկանց հետ, ինչ-որ գործեր կմնա, այդ գործերը չեք հասցնում ավարտել, հանդիպում, շփում նաև կունենաք ձեզ համար մտերիմ անձնավորության հետ, ոչ է տեղեկատվություն կստանաք, ինչ-որ լուր է, փաթեթ է, նամակ է, չգիտեմ, դրանից եք նեղվում, դրա համար եք այստեղ տխուր, թե դա ինչն է, այստեղ որովհետև հիասթափություն ունեք, տխրություն ունեք, նաև ժամ կա, կարող ժամին չեք հասցնում, տեղ չեք հասցնում, ոնց որ տեղ հասնել, կամ միգուցե նաև ժամանակին չեք հասցնում ինչ-որ մեկին ինչ-որ մի բան անել տալ, և դրա համար տխրում եք կամ հիասթափվում։ Եվ օրվա վերջ արդեն նոր ունեք հաջողություն ձեր բոլոր գործերում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին դեկտեմբերի 8-ին։ Հարգելի խեցգետիններ, այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք ձեր ընկերոջ հետ, նաև մտերիմ անձնավորության հետ եւս ցույց է տալիս, միգուցե ինքն է։ Եվ այստեղ ճանապարհ, եթե տեսնեք ճանապարհ եւ հյուր, կամ դուք եք գնալու հյուր, հեռու եք գնում, դա համար ցույց տալիս ճանապարհը, կամ սպասում եք, որ գան ձեր տուն։ Եվ այդ օրը հեռախոսազանգ կստանաք, կամ դուք կզանգարեք ինչ-որ մեկին, սուտ կա նաև այդ օրը։ Եվ իհարկե հաջողություն ունեք ձեր բոլոր գործերում այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կառույցներին։ Ինչ է սպասվում առուսներին դեկտեմբերի 8-ին։
Հարգելի առույցներ, այդ օրը ոմանք ունեն սիրային ժամադրություն, ոմանք ունեն պայմանավորվածություն իրենց հարազատ մարդկանց հետ, օրը ձեր ձեռքում է, շատ բան ձեզանից է կախված։ Այստեղ կարող է ինչ-որ սուտ է բացահայտվում գաղտնիք որպես, կամ սուտ է դա էլ կարող է լինել, որովհետև սուտը առանձին է, հեռու է դա, ինչ-որ մի բան կարող է ձեր ձեռքից բաց եք թողնում, դա ձեզ ցավ է տալիս, որ դուք այդ պահը ձեր ձեռքից բաց եք թողնում, միգուցե ստի պատճառով է։ Ամենայն դեպս ինչ-որ բան է բացահայտվում։ Եվ սուտ կա, բնականաբար արդեն ասացի, նաև հրավերք այդ օրը ունեք որևիցե առիթի, կամ ծնունդ է, կամ այդ օրվա համար եք հրավիրվում, կամ մեկ այլ օրվա համար, նաև կարող է դուք եք որևիցե առիթ ստեղծում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կույսերի։ Ինչ է սպասվում կույսերին դեկտեմբերի 8-ին։ Հարգելի կույսեր, այդ օրը ժամը ձեզ համար շատ կարևոր է, նաև այստեղ ժամի հետ կապված կարող է լինել, դա հաճ պահեր կարող է, ճիշտ ժամանակին չհասցնեք, ճիշտ ժամանակին դիմացինը չհասցնի, ինչ-որ բաներ են, դա հաճ պահեր են, համար ուշադիր եղեք, կամ սպասում եք, այստեղ որտեղ սպասում եք և սուտ կա, դա է, կարող ամբողջ օրը սպասում եք իրեն, որ ինքը գա, որ ինչ-որ մի բաներ անի և չկա նա։ Եվ գործերը կմնան այդ օրը չեք հասցնում անեք, որովհետև սուտ կա, որովհետև հենց ինչ-որ բանի եք կարող է սպասում ամբողջ օրը, կամ ինչ-որ մեկի, կամ ինչ-որ մեկի պատասխանին, ու ոնց որ օրը այդպես կորում է գնում և ոչինչ չեք հասցնում անեք այդ օրը։ Համար հույսներդ մի դրեք այդ օրը ոչ ոքի վրա, միայն ձեր։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կշարքների։ Ինչ է սպասվում կշարքներին դեկտեմբերի 8-ին։
Հարգելի կշարքներ, այդ օրը ժամադրություն ունեք ոմանք, բավականին երկար կմնաք իրար հետ, տվյալ անձնավորության հետ։ Նաև կարող է պայմանավորվածությունը ձեր հարազատ մարդկանց հետ և այդպես իրենց հետ եք երկար մնում։ Նաև յուրաքանչյուր քայլ անելուց առաջ այդ օրը երկար մտածեք, նոր հետո ինչ-որ մի բան արեք, ասեք, սեղանի շուրջ եք նստելու այդ օրը, հյուր կընդունեք կամ դուք կգնաք հյուր, ինչ-որ մեկից կարող եք հիասթափվել, կամ միգուցե տխրել, կամ այդ հյուրը ձեր սրտով չի։ Սպասում եք ձեր ընկերոջը կամ ընկերուհուն։ Այդ օրը նաև հանդիպում շփում ձեր մտերիմ անձնավորության հետ, ինչ-որ պահ է այստեղ կարծես թե, կամ դուք եք առիթ ստեղծել կամ առիթի եք գնացել եւ ոնց որ սպասում եք, որ սա գա, նա գա, որովհետեւ այստեղ կարելի ասել երրորդ այդտեղ մտերիմ անձնավորություն, ընկեր, հարազատներ, ինչ որ մարդկանց եք սպասում կամ որ գան ձեր տուն, կամ դուք ինչ որ մի տեղ եք եւ սպասում եք, որ հերթով բոլորը գան։ Նաեւ այդ օրը հրավերք ունեք, որ դա առիթի, չնայած ճուղարթը սա է։ Ամենայն դեպս ոմանք հաստատ առիթ ունեն։ Նամակագրական կապի մեջ կարող եք լինել ինչ-որ մեկի հետ, փաստաթուղթ ստանաք, տեղեկատվություն նաև, ինչ-որ փաթեթ, եթե բան եք պատվիրել, և հեռախոսազանգ, կամ դուք կզանգարեք, կամ ձեզ կզանգարեն։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կարիճների։ Ինչ է սպասվում կարիճներին դեկտեմբերի 8-ին։ Հարգելի կարիճներ, այդ օրը ձեր հարազատ մարդկանց հետ սեղանի շուրջ եք նստելու, կամ այդ սեղանի շուրջ նստած ձեզ սիրված եք զգալու, ձեզ լավ եք զգալու, բայց չեմ հասկանում սա հետո վեճ է, կամ տուն եք մաքրում, կամ ինչ-որ տեղ եք մաքրում, որ այդտեղ սեղան գցեք։ Եվ հաղթանակած դուրս կգաք ինչ-որ մի հարցում, ամեն ինչ ձեր օգտին կլինի, օրը ձեր ձեռքում է, շատ բան ձեզանից է կախված, հանդիպում շփում նաև ձեզ համար հարազատ մարդկանց հետ, որևիցե գաղտնիք կբացահայտվի և ոմանք կամ անկողնու վերաբերյալ է բացվում, ոմանք կունենան ինտիմ հարաբերություններ, ոմանք էլ կամ շուտ են պարգելու քնելու կամ ավելի ուշ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին դեկտեմբերի 8-ին։
Հարգելի աղեղնավորներ, ձեր կանխատեսման վրա եկեղեցիները սկսեցին ղողանջել, եթե ձայնը լսում եք, եթե չէ կարող եք մի փոքր հետ տալ, այնտեղ մի բա ավելի բարձր է եւ բարձ լսվում է։ Այդ օրը երեխաների հետ կապված որևիցե իրադարձություններ ունեք, գուցե ծնունդ է, կնունք է, առիթ է կամ ինչ-որ տեղ պետք է գնաք, նաև ոչ նորություն կարող եք լսել, որ ինչ-որ դրանից հետո ինչ-որ մի բան կարող եք դուք ավարտել, ինչ-որ մի հարց է որոշվում, գուցե փաստաթուղթ եք ստանում, որտեղ գրած է որոշում, ինչ-որ բաներ են որոշել պետությունը կամ ինչ-որ մեկը, նաև նամակագրական կապի միջոցով ինչ-որ հարց կորոշեք, կավարտեք, որ ասում է թեկուզ պատվեր, ոնց որ վերջ պատվիրում եմ եւ այլն, դա հենց դա է նշանակում թեկուզ SMS-ով, նամակով։ Եվ բացի դա կարող է ինչ-որ փաստաթուղթ եք ստանում եւ որևիցե փաթեթ եւ ինչ-որ գործ եթե մնացել էր, ոնց որ սկսում եք արդեն ավարտին հասցնել։ Բավականին կհուզվեք այդ օրը, չգիտեմ ինչու, նաեւ կարող եք արտասվել։ Օրվա ընթացքում ոմանք ունեն ինտիմ հարաբերություններ, ոմանք օրվա ընթացքում կամ կցանկանաք պարկել հանգստանալ քունը կտանի կամ կպարկեք։ Նաև այստեղ ունեք թաքուն սիրային հարաբերություններ, գաղտնի եռանկյուն հարաբերություններ, միգուցե դա է ինչ որ պահեր են։ Եվ բացի դա էլ կարող է ուղղակի թաքուն ինչ որ գործողություններ եք անում, ինչ որ բաներ եք պլանավորում, պայմանավորվում։ Եվ հեռախոսազանգ ունեք օրվա ընթացքում նաև ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը կամ կարող եք այցելել նման կենտրոն։ Այսքանը ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք այդ եղջյուրներին։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին դեկտեմբերի 8-ին։ Հարգելի այդ եղջյուրներ, այդ օրը հրավերք ունեք որևիցե առիթի կամ միգուցե ձեր տանն է առիթ եւ դուք եք մարդկանց հրավիրում, այդ օրը նաեւ ունեք գործնական հանդիպում կամ գործնական խոսակցություն ինչ-որ մեկի հետ, սպասում եք, որ գումար վճարեք, սպասում եք, որ գումարի մասին խոսեք, արժեքի մասին խոսեք, կամ կարող է բանկում եք, ինչ-որ մի տեղ է այստեղ։ Եվ որից է գաղտնիք կբացահայտվի, որը ձեզ համար այդքան էլ հաճելի չէ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ջրհոսների։ Ինչ է սպասվում ջրհոսներին դեկտեմբերի 8-ին։
Հարգելի ջրոցներ, այդ օրը սպասում եք ինչ-որ մեկին, գուցե գումարի եք սպասում, ստանում եք, նաև նորություն կլսեք, հյուրեր կընդունեք կամ հյուր կգնաք, հույսներ կդնեք ինչ-որ մեկի վրա կամ ինչ-որ բանի վրա կամ հույսով սպասում եք, օրվա ընթացքում նաև ունեք իրադարձություն, որը ձեզ հետ կատարվում է վերջի ամենամիս կամ վերջին մեկ ամսվա ինչ-որ իրադարձություն կարող է ավարտվել։ Նաև յուրաքանչյուր քայլ անելուց առաջ այդ օրը երկար մտածեք, մի շտապեք, ոչ մի հարցում, բացի դա էլ կարող եք ինչ-որ միտեղ երկար մնալ, դա այնտեղ հյուր եք գնալու, կարող մնում եք կամ սպասում եք երկար։ Նաև այդ օրը ոմանք աշխատանք կգտնեն, աշխատանք կփնտրեն, շատ աշխատանք կունենան այդ օրը, հարցազրույցի կարող եք գնալ, պետական աշխատողի հետ նաև կարող եք հանդիպել և հանկարծակի լուր կլսեք այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձկների։ Ինչ է սպասվում ձկներին դեկտեմբերի 8-ին։ Հարգելի ձկներ, այդ օրը առավոտյան հուզվում եք, չգիտեմ ինչու, ինչ-որ խնդիր չկա, ուղղակի հուզվում եք, ինչ-որ բաներ է տեղի ունենալու, որտեղ օրվա ընթացքում ինչ-որ հարցում հաղթանակած եք դուրս գալու, սեղանի շուրջ եք նստելու, հրավերք որևիցե առիթի, տանը առիթ ունեք կամ պետք է գնաք, դրա համար կարող այդ հուզված սա եք անում, նա եք անում, ամեն ինչը նորմալ լինի և գումար կծախսեք, բայց օրը ձեր ձեռքում է շատ բան ձեզանից է կախված, թե հենց գումար ծախսելը, ինչքան կծախսեք դուք այդ գումարը, ավել պակաս բաներ կգնեք, թե ուղղակի կծախսեք։ Ամենայն դեպս կարող եք հուզված լինել և ամեն ինչ գնել, մտածելով սա չկա, նա չկա և հետո արդեն դե շատ լինի ծախսեմ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։